Բարի օր, հենման կետի սիրելի ունկնդիրներ։ Այսօր ես ունեմ շատ սպասված եւ շատ թանկագին հյուր։ Իրավունքի Եվրոպա միավորման նախագահ Լուսինե Հակոբյան։ Բարի գալուստ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Սիրով ես հրավերը երկրորդելու եմ, պատրաստ եղեք։ Տիկին Հակոբյան, եթե փորձում ենք մի քիչ վերացարկվել իրադարձություններից, մենք այնուամենայնիվ ապրում ենք շատ հետաքրքիր դարաշրջանում։ Դարաշրջան, երբ իսկապես տեկտոնիկ փոփոխություններ են լինում ամբողջ աշխարհում, տարածաշրջանում եւ իհարկե Հայաստանում։ Այս ընդհանուր զարգացումները ձեր գնահատականով դեպի ուր մեզ կարող են տանել։ Շատ հետաքրքիր հարց է։ Իրոք հիմա այս մեր փուլում, որ ապրում ենք, մենք կարող ենք ասել, որ իսկապես այդ տեկտոնիկ ինչ որ իրադարձությունների կիզակետում ենք, բայց ինչ իմանաս, միգուցե ասենք մի 20 տարի առաջ էլի նույն գնահատականը տեկտոնիկան եղել է։ Էլի տայինք, եթե այսպես նստեինք, միասին խոսեինք, կամ դուք մի քիչ ավելի այսպես երկար եք եղել հետևել քաղաքական իրադարձություններին միգուցե եւ հենց այդ գնահատականն էլ այդ ժամանակ տայեք։ Հիմա ինձ թվում է մենք այս կետից նայելով հա կարող ենք ասել տեկտոնիկա, բայց ամեն ժամանակն էլ իր այդ վայրի վերումներն ունի։ Հայաստանին ուր կտանի, էլի ինձ թվում է մեզնից շատ բան է կախված լինելու։ Մի կողմից կարող ես այդ բանը դետերմինիստական հայացքով նայել, ասել դե մենք փոքր պետություն ենք, մենք ինչ ենք որոշում, գործոն չենք, գերտերությունների այսպես որոշումներից ենք կախված։ Շահերի բախման կիզակետում չհայտնվեք։ Մյուս կողմից էլ իսկապես կարող ես լինել այն կաղնու պատմության նման sense պինդ կանգնել ու կարող է եւ քեզ այդ քամին տապալի կամ մի փոքր ավելի ճկունություն դրսևորել եւ շահած դուրս գալ։ Շատ դժվար է կանխատեսել, բայց ես անուղղելի լավատես եմ։ Այսօր էլ ես նայում էի Facebook-ը, իհարկե այդպես տխուր իրադարձություններ, այդ մեր հայրենակիցները մեծ մասը ցմահ դատավճիռներ էին ստացել ադրբեջանական դատարանների կողմից շինծ ու մեղադրանքների արդյունքում ու ավելի շատ այդ անհուսություններ, բայց ես ուղղակի ուզում էի մարդկանց հիշեցնել, որ այդ նույնպիսի դատավճիռներով մարդիկ մի քանի օր առաջ են վերադարձել նույն Վագիվ Խաչատրյանը, Վիգեն Էոլջեքչյանը, Դավիթ Դավթյանը, չորրորդ տղան Գևորգ Սուջյանը, այո, այսինքն պետք չի այդ անհուսությունը տարածել, պետք է լավատես լինել եւ պետք է ջանք գործադրել, որպեսզի այդ մյուսներն էլ վերադառնան։ Եվ ես հավատում եմ, որ հեռու չի այդ օրը։ Ամենաշատը մարդուն երևի կոտրում է այդ անհուսությունը, մարդուց խլում է էներգիան, մարդուց խլում է ստեղծարար այսպես կարողությունը, պետք է անհուսությանը չտրվել ոչ մի պարագայում։ Չեք կարծում, որ իրավական առումով որևէ գնահատական դատավարությունը մենք չպիտի տանք, որտեղ դա դատավարություն չէր, եթե նայենք իրավական տեսակետից, եւ այնուամենայնիվ մեր բոլոր հայրենակիցների, նաեւ այն մնացած 19 ռազմագերիների վերադարձը լինելու է քաղաքական որոշում եւ լինելու է համաներումով։ Գուցե խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո, որովհետև բոլոր դեպքերում թե դատավարության մասնակիցները, թե ռազմագերիները Ադրբեջանի համար խաղակարգ են Հայաստանից ինչ-որ բան ստանալու, գուցե ոչ այնքան Հայաստանից, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգների, նույնիսկ Թուրքիայի հետ իր առևտրում, ինչու ոչ։ Միանշանակ այդպես է լինելու։ Եվ ես նույնիսկ հիշում եմ հենց 21 թվին այդ Արևելյան գործընկերության քաղաքասարակության ֆորումի շրջանակում ես առիթ ունեցա ադրբեջանցի գործընկերոջ հետ այդ հարցը քննարկելու, ինքը այսպես կոշտ ասում էր այդ մարդիկ վերադարձման ենթակա չեն, իրենք հանցագործներ են, աղաբեկիչներ են, չգիտեմ ինչեր են, հետո տառացիորեն ոնց որ մի ամիս անց հաջորդեց վերադարձ։ Այդ մարդկանցից մի քանիսը վերադարձան։ Եվ հետո որոշ ժամանակ անց, երբ որ մենք հանդիպեցինք էլի հերթական ֆորումի ժամանակ, ես այդ ամեն ինչն ասացի, որ այսինքն ինչպես կարելի է
քաղհասարակության ներկայացուցիչ այդպիսի դիրքորոշումներ հայտնի, այն դեպքում, երբ որ հասկանալի է, որ Ալիևյան ռեժիմի հետ գործ ունենք, որից դուք էլ եք դժգոհ ձեր հերթին եւ բնականաբար այստեղ հայ ռազմագերիների պարագայում հնարավոր չի խոսել արդար դատաքննության մասին եւ այսպես պիտակավորել այդ մարդկանց որպես հանցագործներ այն դեպքում եւ հենց ճակատագրի հեգնանքով էլ Ալիևը այդ մարդկանցից շատերին բաց թողեց դրանից հետո Ես կարծում եմ, որ ընդհանրապես մեր հանրության գլխավոր խնդիրներից մեկը մթնոլորտն է։ Այն մթնոլորտը, որ հիմա ունկնդիրները թերևս ասեն, որ էլի մենք գնացինք, խոսում ենք ինչ աշխարհում լինում է, բարդում ենք հիբրիդային պատերազմի վրա, բայց դե ֆակտո այդ հիբրիդային պատերազմը իրոք մթնոլորտ ձևավորելու մասն է, որովհետև խնդիր դրված է առաջին Հայաստանի Հանրապետությունում անկայունության ստեղծումը, անկառավարելիության պատրանքը եւ մեզ անվերջ ներշնչելը, որ ինչպես դուք մի քիչ առաջ նշեցիք, մենք թույլ ենք, մենք ոչինչ չենք որոշում ու ընդհանրապես մենք ով ենք որ։ Այդ դա չի կարող անվերջ տևել եւ իրականում մենք դրա որևէ ռեալ իրական հիմք այլևս չունենք։ Եվ մեր պարագայում այդ հիբրիդային սպառնալիքների աղբյուրը մի պետություն չի։ Եկեք չմոռանանք, որ եւ Ադրբեջանից ենք մենք ստանում Թուրքիայից ենք ստանում եւ Ռուսաստանից ենք ստանում տեղ նաեւ իրանական որոշ շրջանակներից ենք ստանում, այսինքն նաեւ այդ պետություններում էլ միաշերտ չի ամեն ինչ եւ տարբեր դերակատարներ, տարբեր գործառույթներ են իրականացնում ու հենց այդ բառը, որ վերջերս ձևավորվել է դիմակայուն բառը, ինքը շատ լավ բառ է անգլերեն հնչում resilient, այսինքն մենք պետքա փորձենք այդ լավատեսությունը չկորցնել եւ փորձել մեր մեջ դիմակայունություն հղկել։ Նույն հասկանալով թե այ որտեղից է գալիս ինչի հենց այսօր օրինակ այդ դատավճիռները հրապարակվեցին, չէ՞, որ լսարանին է դա ուղված, միգուցե Ալիևն էլ իր բաժին քննադատություն ստանում է իր այսպես Զայդ մրցանակ ստացած Ալիևը եւ կա այդ քննադատությունը, որ ամեն դեպքում ինքը այսպես ուժեղ տղա էր խաղում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, բայց հիմա ինչ որ եղբայրության մրցանակ է ստանում էլի եւ միգուցե էլի ինչ որ բան ունի ցուցադրելու ներքին լսարանին, որ ես մեկը այն ուժեղ տղան եմ, հիմա այդ դատավճիռները կտեսնեք, բնականաբար այնտեղ ոչ մեկը չի հավատում, որ գործ ունեն անկախ դատարանների հետ եւ դրանք այսպես անկախ դատարանի կողմից կայացված դատավճիռներ են։ Հասկանալի է, որ ներքին լսարանին ինչ որ բան ունի ապացուցելու, որովհետեւ ինչ որ կետում այդ մարդիկ հոգնելու են, ասեն հասկացանք Հայաստանը այդ ամեն ինչը անցել գնացել է, բա մեր ժողովրդավարությունը, բա մեր տնտեսական ապագան, բա այս հարցերը Տասնամյակներով ասում էիք ունենք թշնամուց պետք է ազատագրենք մեր հա հետո 5 տարի արդեն անցել, բայց Ադրբեջանում սոցիալական վիճակը հազիվ թե փոխվել է, Ադրբեջանում ամենայն դեպս հնայի մեկ անձին ընկնող ցուցանիշով Հայաստանը շատ ավելի բարձր տեղում է, քան Ադրբեջանը, որ ունի վիթխարի տնտեսական, ասենք պաշարներ, վիթխարի տնտեսական հնարավորություններ այդ առումով Հայաստանից առաջնելու եւ այո, ադրբեջանցին, միջին վիճակագրական ադրբեջանցին դե ֆակտո շատ լուրջ հարցեր ունի իր նախագահին։ Քաղաքական ազատությունները չեն գործում, ամենաչնչին քննադատության դիմաց մարդկանց վրա գործեր են կարվում, մարդիկ հայտնվում են մեղադրյալ։ Քաղբանտարկյալների թվով Ադրբեջանը ամենայն դեպս աշխարհում առաջատար է։ Նաև այդ ամենը հնարավոր է, որ արտաքին լսարանին ուղված խոշոր դերակատարներից ստանալիքներ ունի ԱՄՆ-ին, ԵՄ-ինս վերջերս մի հարցազրույցում Ժիրայր Լիպարիցյանը այդ միտքը արտահայտեց, շատ համահունչ է նաև նրան, ինչ ես եմ մտածում, որ
խոշոր դերակատարներից տարբեր բաներ փոխելու համար Ադրբեջան նախագահ գնում է էլի այս քայլերին Հայաստանին այսպես նեղելով, շանտաժի ենթարկելով եւ նմանատիպ գործիքակազմերով փորձում է իր համար ավելի շատ այսպես առավելություններ քաղի ինչ-ինչ ծրագրերի համար դա եւս շատ հնարավոր է Անգամայն ճիշտ եք Պաշտոնական դեռ տեղեկություններ չկան, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցն է սպասվում Երևան, ապա Բաքու։ Ձեր գնահատականը մենք ռեալ ինչ ակնկալիքներ ունենք եւ Vance-ի այդ բանակցությունների ինչ օրակարգ պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա։ Տարբեր շրջանակներ կարծիք են արտահայտում, որ այդ Թրամփի ուղու կայացման եւ այդ նախաձեռնության արմատներում եւ ակունքներում J.D. Vance-ն է իրականում եւ շատ հնարավոր է որ այսպես ինքը գալու է եւ իր ձեռքով ավելի այսպես լուրջ ընթացք տա այդ ծրագրին Գործնական հողերադեմ չգիտեմ դա ինչ տեսքով կլինի հաստատ ինչ որ մի սցենար իհարկե կա այդ առումով եւ իհարկե այդ առումով Հայաստանը դարձել կհայտնվի համաշխարհային ուշադրության կենտրոնում իհարկե կարևոր այց է հասկանալի է որ Ադրբեջանը էլ է այցելելու եւ այսպես բնական է որ դա կաներ որպիսի այդ Ադրբեջանը անհավասարության հարցեր չբարձրացնի եւ այլն այսինքն նաեւ հիշենք, որ օգոստոսի 8-ին նաև հիմքեր են դրվել Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ զուգահեռ հուշագրեր ստորագրվեցին այդ պլաններին էլ ընթացք կտրվի այդ այցով միանշանակ դրական է հստակ է որ Ամերիկան որոշակի կոնկրետ պլաններ ունի եւ այդ Թրամփի ուղին ստեղծված իրավիճակում իհարկե լավ լուծում էր եւ դրա զարգացումն էլ իհարկե պետք է արագացնել որպիսի ժամանակը չեմ կարծում որ այս առումով մեր օգտին կաշխատի բնականաբար այդ process-ը պետք է հնարավորինս արագացնել եւ այդ ներդրումները եւ այդ հնարավոր ենթակառուցվածքների մասին տարբեր պայմանավորվածությունները եւ գործնական քայլերը պետք է կյանքի կոչել Էներգետիկ անվտանգության առումով ես կարծում եմ Vance-ի այցից օգտվելով շատ կարևոր է պայմանավորվել որ երկրորդ այգը մոդուլային այգ պետք է լինի եւ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ կառուցի Եթե այդ մասին բանակցություններ լինեն եւ եթե որևէ պայմանավորվածություն լինի, դա իսկապես Հայաստանի իբրև միջուկային խաղաղ ատոմի օգտագործման կարգավիճակ է փոխելու տարածաշրջանում։ Ես ասում եմ հիմք ընդունելով այն տեղեկությունները, որ Ադրբեջանը եւս փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այլ երկրների հետ բանակցել իր տարածքում այգ ունենալու հարցով։ Մենք ունենք նաև ոչ միայն դա, այլև ունենք մեկ այլ խնդիր, իմ կարծիքով շատ կարևոր խնդիր, որի մասին ես բազմիցս խոսել եմ եւ ուզում եմ հիմա այս հարցը ձեզ հետ էլ քննարկել։ Հայաստան-Իսրայել հարաբերությունները։ Մենք տասնամյակներով Հայաստան-Իսրայել հարաբերությունները մղել ենք, այսպես ասած, յետին պլան, որովհետև անդադ մտածել ենք, չենք բարձրաձայնել, գուցե շատ եզակի դեպքերում ենք բարձրաձայնել, իսկ ինչ կմտածի Իրանը։ Բայց երբևէ Թեհրանում որևէ հարցի շուրջ չեն մտածել, իսկ ինչ կմտածի Երևանը։ Եվ արդյոք ճիշտ է անվերջ Հայաստան-Իսրայել հարաբերությունները պայմանավորել Իրան-Իսրայել հարաբերություններով։ Արդյոք մեզ մոտ վերջին հաշվով չեն գալու, հաշվի առնելով գործող իշխանության հավասարակշիռ եւ այլն բնորոշումներ չտամ, ձեզ շատ լավ հայտնի է, կարծում եմ Հարությանը եւս այդ քաղաքականությունը լավ բացատրված է։ Այս ամբողջ քաղաքականության հիմքում մենք չպետք է դնենք արդյոք պետական շահը։ Իսկ պետական շահը դնելու պարագայում ինձ համար շատ կարևոր է Հայաստան-Իսրայել հարաբերությունները։ Տեսեք, Իսրայելը տարածքով Հայաստանից փոքր պետություն է։
Եվ մեզնից ոչ պակաս թշնամական միջավայրում թշնամական շրջապատում է գտնվում, ավելին անապատում է գտնվում, բայց անապատում լինելով հանդերձ կարողացել է փառահեղ գյուղատնտեսություն ստեղծել կաթիլային ռոռոկման հնարավորությունները օգտագործելով, կարողացել է փառահեղ բժշկություն ստեղծել մեղմ ասած, եւ բազում ոլորտներ կան, թե ռազմական արդյունաբերությունը, թե գյուղատնտեսությունը, թե բարձր տեխնոլոգիաները, բազում ոլորտներ կան, որոնց հետևից եթե մենք գնանք, մենք հրաշալի կարող ենք փոխշահավետ համագործակցություն ունենալ Իսրայելի հետ։ Արդյոք մենք չպետք է օգտագործենք Վենսի Հայաստանի Հանրապետություն այցը եւ փորձենք Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ այս հարցը եւս մեկ քայլ առաջ տանելու, իսկ որ այդ քայլը անելու բոլոր հիմքերը մենք ունենք, Իսրայելից Հայաստան եկող ազդակներն են։ Համենայն դեպս այդ մենք ենք տասնամյակներով Իսրայելին մեզնից հետրել, նախ եւ առաջ խնդիր դնելով դե ճանաչեք մեր ցեղասպանությունը, կարծես հрьяաներն են մեզ ցեղասպանել եւ կարծես 1915-1923 թվականին նաեւ հрьяաների հույների ցեղասպանություն չի եղել, ժամանակին մերժելով նաեւ Իսրայելի զենքի վաճառքը Հայաստանի Հանրապետությանը տարբեր պատճառներից ելնելով, դե ֆակտո Ռուսաստանը կաշկանդել է Իրանից ոչ պակաս ու գուցե Իրանից առավել կաշկանդել է Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացումը, եթե մենք հիմա ասում ենք մենք ինքնիշխան պետություն ենք, մեր պետության զարգացումն է մեր քաղաքականության առանց արդյոք իշխանություն էս քայլը անհապաղ չպետք է անի, համենայն դեպս անհետաձգ է լինելի օրակարգում պահելով։ Առհասարակ ինձ թվում է, որ մենք այսպես նեղացածի կեցվածք չենք կարող ընդունել ու այս խռովածի կեցվածք չենք եւ այդ ճոխությունը 44-օրյան հաշվի չենք առնելով կարող թույլ տալ նաեւ Իսրայելի դեպքին դա չէր վերաբերում, մենք Հունգարիայի հետ չունեինք դիվանագիտական հարաբերություններ, իհարկե կարելի ասել, որ արդարացիորեն չունեինք, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո դա լրիվ արդարացի էր եւ ժողովրդի ցասումը եւ դիվանագիտության այսպես ընթացքը, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ մեր նման փոքր պետությունը չի կարող իրեն թույլ տալ ճոխություն եւ չխոսել այդ պետությունների հետ։ Առավել եւս հիմա, երբ Իսրայելի լոբին բավական ուժեղ է Ամերիկայի Միացյալ, իդեպ միշտ է ուժեղ եղել, այնպես չի որ հիմա են շատ ուժեղ, եւ բնականաբար մենք չենք կարող այսպես սառած հարաբերություններ մենք պետքա կարողանանք ռիսկերը կառավարել։ Եթե կա այդտեղից ռիսկ, մենք պետքա հասկանանք ինչպես պետքա այդ ռիսկը փորձել մեղմել, կառավարել, հնարավորինս չեզոքացնել։ Եվ դա պետքա նույն Հունգարիայի հետ մենք վերջապես հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ, ինչն է փոխվել, որ հաստատեցինք։ Փոխվեց մեր շահի գիտակցումը, որ Հունգարիան պետություն է Եվրամիության կազմում, որը հնարավոր է խոչընդոտի մեր տարբեր այսպես մեզ համար բարենպաստ որոշումների կայացումը եւ հետեւաբար մենք չենք կարող մեզ թույլ տալ ճոխություն Հունգարիայի հետ չխոսելու նմանապես եւ Իսրայելի, բայց այստեղ մի ուրիշ գործոն էլ կար, որ մեզ կաշկանդում էր, դուք այսպես ակնարկեցիք, ես մի քիչ զարգացնեմ, դա հենց Ռուսաստանի գործոնն էր եւ գեր ապավինումը Ռուսաստանին, որ այ Ռուսաստանը մեր ստրատեգիական մեծ եղբայրն է եւ արհավիրքներ չի թույլ տա, որ մեզ պատահեն, կչեզոքացնի, թույլ չի տա Ադրբեջանի զինված հարձակումը, թեև Իսրայելը այդքան զենք է վաճառում Ադրբեջանին, թույլ չի տա, չգիտեմ, այս թույլ չի տա, այն թույլ չի տա, այ որ լինի պատերազմել, Ռուսաստանը կգա եւ կկատարի 97 թվականի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, բայց չեկավ 20 թվականի հոկտեմբերի 31-ին վարչապետը նամակ էր գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին, ասելով, որ վկայակոչելով այդ նույն 97 թվականի պայմանագիրը եւ ինչ պատասխան ստացավ, այ որ գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք, մենք դա կդիտարկենք։ Հետո գործողությունները 21 թվականի մայիսին
տեղափոխվեցին Պարզվեց չգիտեն, որոնք են մեր սահմանները։ Պարզվեց այդտեղ սահմանային էսկալացիաներ են ընդամենը, այսինքն եւ իրականում հիմա մենք այսպես նաև չեմ էլ ուզում գնահատեն, որ տենց գովերքում ենք հիմիկվա քաղաքականությունը, որովհետև մեծ հաշվով մեջը չենք, ճիշտ է շատ բաներ լսում ենք տարբեր աղբյուրներից իշխանական, ոչ իշխանական դրսի, բայց այնուամենայնիվ չենք էլ կարող ասենք, թե ամեն ինչ 100%-ով ճիշտ է արվում, թե կային բաներ, որ կարելի էր ավելի լավ անել, այդուհանդերձ կարելի ասել, որ այն դինամիկան, որը որ կա հիմա, դա դրական դինամիկա է եւ պետքա ավելի այսպես մեծ թափ հաղորդվի իշա մեր պետության այդ բոլոր հարաբերությունների նորմալացման, կայունացման եւ Իսրայելի եւ Հունգարիայի եւ մնացած տարբեր դերակատարների, որոնց որոշումները կարող են ազդել Հայաստանի շահերի վրա։ Անդրադառնանք ՍՊԱ-ին։ Եվրամիության հետ մենք ունենք իսկապես շատ ինքնատիպ հարաբերություններ եւ այդ հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր էր 2024-ին համաժողովրդական նախաձեռնությամբ ստորագրահավաքով հաստատված այնուհետև ազգային ժողովի ընդունած օրենքը։ Լավ օրենքն էլ ընդունեցինք, Եվրամիությունից դեպի Հայաստանի Հանրապետություն իսկապես բազում քայլեր են արվում, անցած տարվա դեկտեմբերի 2-ին այդ քայլերը հերթական անգամ հավաստվեցին։ Մենք հիմա ինչ վիճակում ենք։ Հայաստան, Եվրամիություն։ Թվում է, թե այս պարագայում կամուրջը երկու ափերը միացնողի ֆունկցիա է կատարում։ Իսկ որտեղ է Հայաստանը այդ կամուրջի որ մասում է։ Իսկապես շատ հետաքրքիր հարաբերություններ են եւ այդ օրենքի նշանակությունն էլ շատ մեծ էր, թեև որոշակի այսպես չասեմ դիմադրություն, բայց վերապահումներ կային հենց ստորագրահավաքի ընթացքում եվրոպական որոշ գործընկերների շրջանում ոմանք էլ շատ ակտիվ աջակցում էին, ճիշտ է, այսպես վոկալ չէին աջակցում, բայց սրտանց աջակցում էին եւ այդ քաջալերանքի խոսքերը հայտնում էին տարբեր առիթներով։ Այդուհանդերձ եկեք արձանագրենք, որ դա նաեւ շատ կարեւոր էր մեր ներքին ժողովրդավարական, անմիջական ժողովրդավարության սահմանադրությամբ ամրագրված կարևոր մեխանիզմը հաջողությամբ աշխատեցնելու, այսինքն չէր եղել նման նախադեպ, երբ որ քաղաքացիական նախաձեռնության կարգով քաղաքացիական հասարակության ուժերը միավորվեին եւ մի կարևոր նախաձեռնություն բերեին ազգային ժողով եւ իսկապես իշխանությունն ասեր տեսա նաև Հիմա կարող ենք խոստովանել, որ այն ժամանակ շատ քչերն էին հավատում հաջողությանը։ Նույն այդ սոցիալական ցանցերի մոնիտորինգը ցույց էր տալիս, որ մենք շատ մեծ քննադատություն Բայց ստացվեց, որ խնդիրը լուծվեց ոչ թե 2, այլ 1 ամսում, եւ ստացվեց, որ 1 ամսում հաջողվեց հավաքել ամենայն դեպս 60,000-ից ավելի ստորագրություն։ Եվ հետո նաև հետաքրքիր էր արձանագրել այդ Եվրամիության կողմի այսպես լռությունը ու հետո արդեն գնահատականներ ու առ այսօր այդ գնահատականները տեղ են գտնում տարբեր փաստաթղթերում, եթե դուք նայեք այդ հաստատ նայել եք այդ գործընկերության ռազմավարական օրակարգը դեկտեմբերի 2-ին ընդունված, այնտեղ հենց ընդգծել են, որ շատ կարևորում են այդ օրենքը եւ այդ օրակարգն էլ նաեւ որոշ առումով ի պատասխան է Հայաստանի եւ մին ավելի մերձենալու ցանկությանը, ինչպես արտացոլված է այդ օրենքով։ Ավելին ասեմ, քաղաքասարակության շրջանակներում էլ այդ օրենքի կարևորությունը հստակ գիտակցվել, նույն այդ արևելյան գործընկերության մեր ֆորումում նախկինում, երբ որ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ասոցիացված պետություններն էին, ընդհանուր մինչև թեկնածուի կարգավիճակ ստանալ, իրենք անդադ այդ նույն պանելային քննարկումներում եւ տարբեր այլ ձևաչափերով իրենք երեքով էին հանդես գալիս, նույնիսկ իրենց կոչում էին տրիո, այսպես։ Իսկ հիմա Վրաստանի տեղը զբաղեցրել է Հայաստանը, չնայած կա
նշվում է, որ թեպետ Հայաստանը թեկնածու պետություն չի, այդուհանդերձ հաշվի առնելով այս օրենքի Գրեթե թեկնածուի կարգավիճակ։ Գրեթե թեկնածուի կարգավիճակով են դիտարկում Հայաստանին եւ դա շատ կարևոր է ու անընդհատ հիմա եռյակում Հայաստանն է հանդես գալիս Վրաստանն էլ հայտնվում է այդ նույն այդ ձևաչափերում Ադրբեջանի ու Բելարուսի հետ այս ցավով եմ ասում ինձ համար սա ուրախանալու առիթ չի որովհետև Եվրամիության համար էլ շատ կարևոր կլներ, որ Վրաստանը այդ ուղուց չշեղվեր, մեզ համար էլ որպես հարևան պետություն շատ կարևոր է, բայց սա զուտ փաստերի արձանագրում եմ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, դրանք իրոք աննախադեպ են, նաև ասեմ, որ մարդիկ շատ այսպես հարցադրումներ են անում, ասում են, այ արդյոք մեզ ԵՄ-ում սպասում են, հա, բան չասեցին կամ լավ չասեցին, ասես սրտանց չասեցին, բայց միևնույն ժամանակ օրինակ չեն ֆիքսում, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը մեզ տրվեց, մեզ հանձնվեց նախորդ տարվա նոյեմբերին եւ շատերի գնահատմամբ դա եւս ռեկորդային արագությամբ է արվել եւ եղել է ի պատասխան այդ օրենքի ընդունման Նաև ռազմավարական օրակարգ ընդունվեց, այսինքն ճիշտ է ռազմավարական գործընկերություն չի, բայց ռազմավարական բառը մտցվել է վերնագրում եւ էլի կարեւոր է։ Այսինքն այս բոլոր ցուցիչներ են, որ իսկապես մեր հարաբերությունների զարգացման դինամիկան շատ դրական է եւ ցանկալի է, որ այդպեսին շարունակվի։ Հիմա բայց սա այսպես քաղաքական մակարդակում մենք մեր տնային աշխատանքը պետք է անենք։ Մենք չենք կարող անընդհատ այդ քաղաքական լավ ալիքի վրա գնալ, նաեւ մարդկանց մոտ այսպես Եվ սեպայի պարտավորությունները չկատարել է, պարտավոր արդեն դրան գումարվել են նաեւ նոր օրակարգի պարտավորությունները, դրանք արտացոլել են այն հարաբերությունները, որոնք ստեղծվել են Հայաստան-Եվրոպական միության միջև սեպայի ստորագրումից եւ ուժի մտնելուց հետո եւ ֆիքսված չեն եղել սեպայում, իսկ որոշ պարտավորություններ, որոնք ֆիքսված են եղել, դրանք ավելի բացվել են եւ հստակեցվել են, այսինքն այդ դրանք ահագին տնային աշխատանք են ենթադրում, որը մենք պետքա կատարենք։ Եվ մինչև չկատարենք, մենք այսպես հաջորդ քայլերի մասին շատ դժվար կլինի խոսել, որտեվ Եվրամիությունն արդեն իսկ ասում է ահագին բան, մենք ձեզ տվել ենք, ձեզ համար արել ենք, հիմա դուք ձեր մասն էլ պետքա կատարեք։ Տեսեք, հաճախակի ինչող քննադատություններից մեկն էլ նա է, որ Եվրամիությունը քանդվում է, տրոհվում է, ուր եք գնում, ոչ միայն այնտեղ արդեն ձեզ ոչ ոք չի սպասում, այլև արդեն իրենք չկան։ Ուր եք գնում ընդհանրապես։ Մասնավորապես այսօր ինձ համարյա թե չզարմացրեց իհարկե օրինաչափ էր, բայց մտածում էի, ինչքան ժամանակ այս մասին չեն ասել։ Ինչու հանկարծ հիմա հիշեցին, Օվերչուկի հայտարարությունը առայն, որ Եվրամիությունը այլևս դառնում է ռազմաքաղաքական դաշինք, տնտեսական դաշինք չէ հիմա միայն։ Եվ արդյոք Հայաստանի Հանրապետությունը, որ գնում է դեպի Եվրամիություն, սպառնալիքներ այդտեղ Ռուսաստանի նկատմամբ չի դառնա։ Ռակուրսը հետաքրքիր է, չէ՞։ Եվրամիությունը իր այս պաշտպանական էլեմենտը բավական փոքր է եղել Եվրամիությունում։ Բնականաբար ՆԱՏՕ-ին են ապավինել։ Տնտեսական եւ քաղաքական դաշինք, բայց բնականաբար հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ավելի չեզոք վարքագիծը Եվրամիության լիդերներին ստիպել է վերանայել նաև ռազմական եւ պաշտպանական էլեմենտը եւ դա արվում է ի պատասխան հենց Ռուսաստանի քայլերի Ռուսաստանն է ի վերջո հարձակվել Ուկրաինայի վրա եւ նույն Եվրամիության անդամները ունեն արդարացված մտավախություն, որ հնարավոր է վաղն էլ հարձակվի իրենցից որևէ մեկի վրա եւ հետեւաբար իրենք չեն կարող անգործ նստել։ Ռուսպաշտոնյաներն են ամեն օր այդ սպառնալիքները հնչեցնում, այդվում նաեւ միջուկային հարձակում։ Այդ հայտնի լատինական
ասացվածքն էլ կա, չէ, եթե խաղաղություն ես ուզում, Պատրաստվիր պատերազմի։ Հետևաբար բնականաբար իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն, վերենային իրենց եւ չեն կարող այսպես հանգիստ նստել հենվել աթոռին եւ թույլ տալ, որ վաղնել ինչ որ անկանխատեսելի կամ ինչ որ հանկարծակի զարգացումներ բերի Ռուսաստանն իրենց գլխին, բայց այն որ Եվրոպական միությունը չի ստեղծվել ընդդեմ որևէ պետության, որևէ երրորդ կողմի, դրա մասին են խոսում Եվրոպական միության հիմնարար փաստաթղթերը։ Ամբողջ պատմությունը։ Ինչից է, ինչն է եղել նպատակը։ Նպատակը եղել է միավորել ֆրանս-գերմանական ածխի եւ պողպատի այսպես արտադրությունը, դա ստեղծվել է որպես տնտեսական նախաձեռնություն, որպեսզի կանխեն հետագա պատերազմները եվրոպական տարածաշրջանում եւ հետագայում էլ զարգացել է ավելի որպես տնտեսական միություն, ընդունել են այսպես միասնական շուկան, միասնական արժույթը, չգիտեմ, ավելի ինքը տնտեսական քաղաքական միավորման էլեմենտներ եւ հատկանիշներ ունի, այլ ոչ ռազմաքաղաքականի։ Ռազմաքաղաքականը եթե ավելացվում է հիմա, դա հստակ ունի պաշտպանական նպատակադրում, այլ ոչ հարձակողական։ 2026-ի գլխավոր իրադարձությունը համենայն դեպս հայերիս համար հունիսի 7-ի ընտրություններն են։ Ձեր գնահատականներով այդ ընտրությունների գլխավոր առանցքը, ընտրություններով լուծվող գլխավոր հարցը ո՞րն է լինելու։ Գլխավոր հարցը արտաքին կուրսի շեղում թույլ չտալ դա լինելու եւ ներքին ժողովրդավարացման ընթացքը հիմա ինձ շատ գործընկերներ հատկապես քաղաքասարակության կքննադատեն, կասեն, բա սա է ժողովրդավարություն եւ այլն։ Ես ուղղակի իսկապես ուզում եմ մարդիկ մի քիչ ավելի սթափ նայեն եւ հիշեն ոչ հեռավոր մեր անցյալը։ Նույն լրատվամիջոցները արդյոք կարող էին այդ համարձակությամբ այն հարցերը տալ պետության ղեկավարին, ինչ հարցեր, որ իրենք այսօր են տալիս եւ Սկսենք նրանց պետության ղեկավարը ընդհանրապես լրատվամիջոցների հետ հանդիպում էր։ Հանդիպում էր այսպես ազատ ֆորմատով, որով ինչ հարց ուզում Անձնական լրատվամիջոցների հետ։ Այո, այսինքն եթե լրատվամիջոցներ էլ հավաքվում էին, դրանք նախապես սահմանված օրակարգերով եւ հարցերով գալիս էին եւ բնականաբար այն լրագրողները, որոնք շեղումներ էին թույլ տալիս, դրանք պատժվում էին կամ աշխատանքից հեռացնելով կամ այլ ինչ որ միջոցներով։ Այսինքն հստակ պետք է համեմատել մենք որտեղից ուր ենք հասել։ Սա չի նշանակում, որ մենք գոհ ենք ներքին բարեփոխումների ներկայիս վիճակից։ Հասկանալի է, որ շատ կարևոր բաներ կան, որոնք պետք է արվեն եւ այս իշխանությունը չի արել։ Դե սկսած շատ տարբեր, այսպես ներկապնակը բազմազան է քաղաքասարակության քննադատության եւ ես էլ այդ քննադատողներից մեկն եմ։ Ես գոհ չեմ եւ ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքից եւ նույն ՍԵՊԱ-ի պարտավորությունների կատարման արագությունից եւ շատ այլ հարցերից, բայց այն որ դինամիկան միևնույնն է դրական է, դա պետք է արձանագրել եւ կարծում եմ, որ արտաքին կուրսի դինամիկան հատկապես շատ կարևոր է։ Ես պատկերացնում եմ, որ եթե այսպես համարձակ գտնվեմ, կոչեմ այն ուժերը, որոնք իսկապես ռուսական պրոքսի ուժեր են իրենց անունով, իրենք գան իշխանության, բնականաբար մեր այս ամբողջ ձեռքբերումները, այս ամբողջ ընթացքի ես պատկերացնում եմ, որ դրանք ջուրն են լցվելու եւ նույն այդ եվրոպական գործընկերների տարբեր ներդրումները Trip-ը ես չգիտեմ դա ինչ ընթացք կունենա ընդհանրապես եթե ունենա որևէ ընթացք այսօր օրինակ փաստացի Տրամպը Վրաստանի հետ չի խոսում եւ ըստ էության հենց վրացական ընդդիմությունը շատ
ճիշտ դիպուկ ձևակերպել է, ասելով ինչի պետք է խոսա, եթե մեր իշխանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին վիրավորում է, այսինքն ինչի պետք է խոսա եւ նույն այս զարգացումները ես այստեղ էլ եմ ակնկալում եւ շատ իհարկե ցավալի կլինի եւ անցանկալի, եթե դրանք տեղի ունենան։ Շատ կարեւոր է ինձ համար արևմտամետ ժողովրդավարական ուժերի կոնսոլիդացիան եւ ես գիտեմ, որ դուք նաև քաղաքականության մեջ եք, հանրապետություն կուսակցության անդամ եք, շատ կուզեի, որ այդ կոնսոլիդացիան իրոք տեղի ունենար եւ ես ինքս էլ նույն Եվրաքվեի որոշ մասնակիցների վերաբերյալ ունեմ վերապահումներ, բայց ակնկալվում է եւ ժողովրդի զգալի մասն է ակնկալում, որ այդ կոնսոլիդացիան տեղի կունենա եւ որպես ավելի այսպես մեծ կշիռ ունեցող անձ ակնկալում եմ, որ Արամ Սարգսյանը նախաձեռնող կլինի այդ կոնսոլիդացիայի, համենայն դեպս դա իմ ցանկությունն է։ Հանրապետությունը միշտ էլ եղել է համախմբող ուժ, իր գոյության բոլոր տասնամյակներում այսպես ձևակերպեմ։ Ես կարծում եմ, այդ թեմայով քննարկումները դեռ կշարունակվեն, ամենայն դեպս առաջիկայում մենք ունենք համագումարում թերևս այդ բոլոր հարցերի պատասխանները կփորձենք տալ։ Շնորհակալ եմ, անցնենք բլիցին։ Ինչ է Երևանը ձեզ համար եւ ո՞րն է Երևանում ձեր ամենասիրած փողոցը։ Երևանն ինձ համար սա Երևանն է երգն է, չնայած հիմա կասեմ սա Երևանն է, մի քիչ կվերաձևակերպեմ Հախվերդյանի երգի վերնագիրը։ Ամենասիրած փողոցը շատ փողոցներ կան, որ սիրում եմ, Աբովյանն եմ սիրում, Մաշտոցն եմ սիրում, կարելի ասել տենց հատված չկա, որ Երևանի, որ չեմ սիրում։ Հայելիների հետ հաշտ եք։ Այո, շատ հաշտ եմ։ Հավատում եք հեքիաթներին եւ ո՞րն է ձեր սիրած հեքիաթը։ Հավատում եմ։ Ես ավելի հիմա այսպես ինչ որ հեքիաթ հիշել կդժվարանա, բայց միշտ սիրել եմ լավ վերջաբանով հեքիաթներ, օրինակ այդ առումով մի քիչ Անդերսենին չեմ սիրում, չգիտեմ, որ ինքը մեծ հեքիաթ ասաց է, բայց ես իրեն չեմ սիրում։ Ես պետք է հեքիաթը լավ վերջ ունենա։ Ինչու Արքիմեդը ձեր կարծիքով հենման կետ չգտավ ու երկրագունդը շուրջ տվեց։ No comment։ Դա իմ այսպես ասած սիրած հարցն է։ Դու բոլոր դեպքերում արդեն պատրաստվում էր, չէ՞։ Տվեք ինձ հենման կետ եւ ես շուրջ կտամ երկրագունդը։ Իր ժամանակը չէր միգուցե։ Ձեր գնահատականով Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները որոնք են։ Ժողովրդավարական ընտրություններով առողջ Հայաստանակենտրոն ժողովրդավար ուժերի հայտնվելը ազգային ժողովում, մեր ռազմագերիների վերադարձը, Եվրամիության առջև ստանձնած հանձնառությունների որակով շուտապույտ կատարումը, որպեսզի մենք կարողանանք քայլ առաջ գնալ եւ մտածել անդամակցության մասին։ Եթե հանդիպեիք Ֆեմիդա Աստվածու, ինչ կհարցնեիք։ Կհարցնեի, եթե իրականում շատ բաներ մարդկանց ձեռքերում են, ինչի ես դու որպես բիֆ մնացել։ Եվ ինչու են քո աչքերը փակ։ Ձեր հարցից։ Իմ հարցերը Ձեր հարցից։ Բարդ հարցեր չտակ։ Հա։ Ես չի ակնկալում, որ ես ձեզ պետք է հարց տամ։ Դե մենք կողմենք հավասար հնարավորությունների։ Լավ։ Դուք ինչ ապագա եք տեսնում Հայաստանի համար 2027 թվականին։ 2027-ը ինչպես է ձեր առջև պատկերանում։
բոլոր պատասխանները կարծում եմ 26-ին պիտի տանք, որովհետև եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր երկիրը լինի ինքնիշխան պետություն, մենք պետք է գնանք եւ ընտրենք ինքնիշխանությունը։ Մենք պետք է համահավասար բոլոր գուվերնիստներ եւ անկախականներ, այս բաժանումը դրված է 2026-ի ընտրությունների հիմքում։ Մենք որևէ մեկիս մեջ չպիտի արթնանա այդ գուբերնիայի կարոտը, երբ մեզ իբր թե պաշտպանում էին իրականում իրենք հարվածեցին, ոնց ուզում եք վերցրեք դա այդպես է, երբ մեզ համար իբր թե տնտեսություն էին կառուցում, բայց թույլ չէին տալիս, որ մեր տնտեսությունը գոնե տեղապտույտից դուրս գա, երբ Հայաստանը պատկերացնում էին այսպես մեկուսացած, պահածոյացած ինչ-որ գոյություն, եւ փորձում էին այդ պահածոյից դուրս բերել բոլոր կենսական ուժերը Հայաստանից անընդհատ արտագաղթ կազմակերպելով այն ընտրություններին մենք պիտի գնանք ու այդ բոլոր մտայնություններին միասնական ոչ ասենք ամենայն դեպս մեզնից բոլոր նրանք ովքեր իրենց համարում են հայ ու Հայաստանն են համարում իրենց հայրենիքը Շատ լավ պատասխաններ։ Շնորհակալ Իմ եմ սորտից էր։ Շնորհակալ եմ Սիրելի ունկնդիրներ, դուք հենման կետում եք եւ հենման կետում այսօր մենք փորձեցինք շատ կենսական հարցերի պատասխաններ տալ։ Ես կարծում եմ, այս բոլոր պատասխանները ի վերջո հանգուցալուծվում են մեկ կետում, ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Սա նաեւ ձեր բոլորի հարցն է։ Բարին ընձեզ։